Այդ երկաթը հասկանում եք, էդի բոլոր զինվորներն էլ արժանի են այդ մենդալին, բայց իրանք պետք է ջոկողություն չանեն։ Ես որ նայում եմ ապրիլյան պատերազմին։ Թուրքի ձերով լիներ, հասկանալ է, բայց հայն է սպանում։ Մերերը բոլորն են փակել, Բովա Գասպարյանին դիմելով ինքն ժամանակ ռազմական ոստիկանապետ էր, երբ որ այս դեպքը պատահեց։ Ու անձամբ եղել դիրքերում սպանողներին, որոնք մանրամասնանոց են, պահանջում են արխիվից արդեն գործը հաղեց, արդեն գործը կոսկել է։ Հետո դառնում է քննչական բաժին, քանի որ մենք արդեն ռազմական քննչական ծառայության ծասկա Հայաստանում կերնի, Եվրոդատարանում կերնի, այլ տեղերինի, եթե պետք է եղա, ես ասում եմ, իմ տղային մենք հանձնենք Սպանդարյանի գերեզմանոցում, իմ տղայի վրա մի գրամ փող չկա։ Ես երեք դատախազի օգնական այդ որը իմ տղայի գործերը, որ ուսումնասիրում է, Գայանը չգիտեմ ինչյան, հիմա չգիտեմ։ Ես իրան ասում եմ, եթե իմ տղայի գործը կարճուր շարվեց, ես այդ իմ տղայի կբերեմ, այս ապրիլյան ընտրությունների ժամանակ ես ասում եմ, կբերեմ իրանց անակնկալ, ես կհանեմ իմ տղայի, ես չեմ թողա, որ իրանք մարսեն, իմ տղային որ սպանել են, բարի պտիել են, ով որ սպանել է, նա այդ պտի պատասխան տա, մինակ մեր դու զինվոր ես տալի, ծնողը պահում է 18 տարի ու տալիս է հայրենիքի համար, ինչ հայրենիք եթե, ոչ թե թուրքի ձեռով ակ որում, այլ ներսի թուրքն Աբդուլ Ղազարյանի հայրն է։ Մենք այսօր պայքարում ենք, որպեսզի ճիշտ գնահատական ստանա այս սպանությունը, որ սպանողները պատժվեն։ Քանի որ մենք տվել ենք տղաներին, որոնք որ հայրենիք էին պաշտպանում, բայց հայրենիքը կործանեց, որոնք որ այսօր իրանց հայրենիք են ճանաչում։ Այս ղեկավարությունը։ Մենք պայքարում ենք ոչ մենակ մեր երեխեքի իրավունքները, այն զինվորներին, որ այսօր դիրքերում են։ Անցած տարի պաշտոնական տվյալներով հայկական բանակում 13 ինքնասպան, ոչ 13 սպանություն, ինքնասպանություն չկա բանակում։ Ոնց կարա 20 ամիս ծառայած սերժանտ ինքնասպան լինել։ Մենք այ պայքարում ենք այսօր դիրքերում գտնվող զինվորի համար, որ կանխվի այդ սպանությունները, այսինքն չորակավորի ինքնասպանություն։ Այսօր զինվոր ապահովված չի, որ իր գլխին ինչ-որ մի սպա կամ ինչ-որ մի ստոր կենտանի մի որևէ բան չի անի։ Այսօր եթե զինվորը թուրքի դեմ ակրվում, հետևի սպան է խփում, ոչ պատժում են, ոչ մի բան, այս է ամբողջ մի պայքարը, որ պիտի պատժվեն ու մեր տղաների գործին էլ ճիշտ գնահատական տանեն։ Խաղաղ պայմաններում սպանված զինծառայող Արման Մուրադյանի հայրն է, Հովսեփ Մուրադյան, որտից զորակոչվել է բանակ 2011 թվականին 6 ամիս ծառայելով Հայաստանում, այնուհետև տեղափոխեցին Ղարաբաղ։ Ես ձեզ տվել եմ 1 տարի ավել ծառայելով Ղարաբաղին 2013 թվականի հուլիսի 30-ին իրական որդուս սպանել են, ինչ եմ ասում սպանել են, որտև զենքը, որից արձակվել է կրակոց, չի պատկանում որդուս, զինգրկուգում չկա գրանցված, այսինքն այն զենքը, որը ուղարկվել է փորձաքննության, չկա որդուս զինգրկուգում գրանցված և չկա մատնահետքեր։ Մենք նախաքննությունը անցկացվել է բազմաթիվ կեղծիքներով, գործը ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան և գործը դատական նիստերը անցկացվել է Ստեփանակերտում, որին մենք չենք համաձայնվել մասնակցել և պահանջել ենք բոլոր ատյաններից, այդ թվում նախագահից, վարչապետից, արտադրության նախարարից, դատական դեպարտամենտից, որ դատական նիստերը անցկացվեն Հայաստանի Հանրապետությունում և մենք չկարացինք և դատական նիստերը ավարտվելուց հետո մեզ չտնամադրեցին դատական նիստերի վճիռը, որպեսզի մենք կարողանանք մեր իրավունքները պաշտպանել վերաքննիչ և Ջրաբեկ դատարանում։ Վերաքննիչ ներկայացրեցինք մեր բողոքը չընդունեց վարույթ պատճառաբանելով ժամկետ անցը։ Ջրաբեկ դատարանը ընդունեց գործը վարույթ և առաջի ատյանի դատարանի վճիռը թողեց անփոխող։ Ներկայումս մեր քրեական գործը, որ մեզ արտարության երաշխիք, մենք փնտրում ենք Եվրոդատարանում, այսինքն գործը ուսումնասիրվել է, ուղարկվել է Եվրոդատարան։
թեպետ վարչապետը կարկադրեց հանձնարարեց գլխավոր դատախազին, որպեսզի մեծ ծնողներից ընդունի եւ ուսումնասիրի մեր քրեական գործը, բայց մինչեւ այսօր մենք չունենք այն պատասխանը, թե մեր գործը, հատկապես իմ քրեական որդուս քրեական գործը գլխավոր դատախազում ուսումնասիրվում է թե ոչ, որովհետև երբ դեկտեմբերի 23-ին մեծ ծնողներից ընդունեց գլխավոր դատախազը, պատճառաբանեց, թե իբր մեր քրեական գործը չեն ուսումնասիրել։ Եթե չեք ուսումնասիրել, պարոն գլխավոր դատախազ, ինչու եք մեզ հրավիրել, իսկ եթե հրավիրել եք եւ նաեւ դուք մեզ խոստացաք, որ երեշապայտա ժամկետում նորից մեզ կկանչեք եւ քրեական գործը կուսումնասիրի, անցել է 1 ամիս ավել, պարոն գլխավոր դատախազ, ինչու մեզ չեք հրավիրում։ Ասեմ ավելին, որ մենք նաեւ դիմում ենք ներկայացել նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, որպեսզի ընդունի մեր ծնողներից, լսի մեր բողոքները, որ ինքն էլ պահանջի գլխավոր դատախազից առանց մեզ ընդունելու պաշտպանության նախարարությունից հեռախոսով մեզ զանգարեցին, թե իբր պաշտպանության նախարարը միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազին, որ ընդունի եւ եթե դուք միջնորդություն եք ներկայացել, պարոն նախարար Վիգեն Սարգսյան, ինչու՞ չեք հետաքրքրում, ընդունես մեզ գլխավոր դատախազը, ուսումնասիրում է մեր քրեական գործերը, բավարարում է մեր պայմանները թե ոչ։ Մենք կանգնած ենք եւ միջև վերջ կանգնելու ենք մեր բոլոր 5 քրեական գործերի արտար լուծմանը, երբեք եւ ոչ մի րոպե, ոչ մի անգամ չենք նահանջելու, որտեղ մենք ծնողներս գիտենք մեր որդուների սպանության դրդապատճառները եւ ոչ մեկն էլ ինքնասպան չեն եղել, բոլորին էլ սպանություն է։ Այսինքն իմ քրեական գործում տված է կրագոցը կրծքավանդակին վերևից ներքև, կրագոցը փորձագետը տալիս է փորձակնության որ կրագոցը եղել է մետրից մետրուկես, ոնց կարար իմ որդին ինչքան երկար ձեռքեր պետք է ունենար, որ զենքը պահեր մետրի կեսից ավել, որ կրագեր։ Այսինքն քննիչի գիտյանը վիժվածքը անտեսել է բոլոր փորձագիտական եզրակացությունը եւ 4 հատորից կազմվել է հեքիաթ։ Այսինքն գործը, իմ քրեական գործը ուսումնասիրել է արդեն այժմ ուսումնասիրել է թոշակառու դատավոր եւ գործին տվել է գնահատական, որ փնթի աշխատանք, այսինքն գործը կազմվել է մինչև 4-րդ դասարանի երեխաների համար հեքիաթ է։ Այդպիսի գնահատական է տվել փորձառու դատավորը։